իմ թիմի հետ միասին։ Ես չեմ այս մարդիկ կային, որոնք ասում եմ քթները բարձացավ, իրանք ասին, դե բայց իմ վարկանիշը շատ ավելի բարձր է, բայց ես էս կարամ տեսակ սենց եղա, դա հիմարություն է քաղաքականության մեջ, դա ոչ պրոֆեսիոնալիզմ է, ես իմ չգիտեմ, հա, ծեր շատ մարդիկ կար, մարդ կար, որը որ օրինակ 2021 թվականին, որին ես փողոցում որ հանդիպեմ ի դեպ ասելու եմ, արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանը, որին որ ես օրինակ բացարձակ անհարգալից եմ վերաբերվում, որ ես փողոցում ես իրան հանդիպեմ, ես իրան իմ կարծիքը ասելու եմ, որ 2021 թվականին ընտրություններից մի շաբաթ առաջ ինքը եւ իր ամբողջ թիմը հրաժարական տվեց եւ ինչ որ ակնկալիքներով բաներով, դες մարդկանց օրինակներ բազմաթիվ են մեր քաղաքական պատմության մեջ։ Ես ներողություն, ես սաղ կյանք իրանց քննադատել եմ, հետո ես պարկեշտություն եւ բան ունեմ, հա, սկզբունքներ ունեմ, ես դրանցով որևիցե բանի համար չեմ ասնի, մի սարքեք որևիցե պաշտոն ճակատագրական կամ ասենք, չգիտեմ, ինչ-որ որոշիչ, իմ համար տենց չի։ Եվ ճեպազությունների ժամանակ պնդում եք, որ 65% ձայն եք ստանալու այս ընտրություններին, բայց փաստացի դուք այդքան ձայն եք ստանալու։ Ինչ լավ է այդ հարցը տվեցիք։ Ձայն հավաքեց Փաշինյանը եւ միայն փոշիացված ձայնիչների կարողացան 50%-ը հաղթահարել, նախ սա ակնկալել ձեզ համար, ինչպես եք մեկնաբանում, ցածր չգիտեմ մասին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն առաջվա աջակցությունը համաձայն չունի։ Դե ով ասեց, որ չունի։ Ընդհակառակը ես շնորհակալ եմ այդ հարցի համար, որովհետեւ եղավ նենց, ոնց որ ես ասեցի, Գյումրիում կարծեմ Ռոզանա դուք եք ձեզ էի հարցազրույց տալ, ես ասացի, որ մենք ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան նախորդ ընտրություններում եւ տեսանյութը գոյություն ունի, իսկ 65% հիմա փոշիացվածը դե գիտեք ինչ, եթե ես ներողություն եմ խնդրում, եթե 2.5 միլիոն մարդ մասնակցեր, կարող է եւ 10% հաշվարկվեր, հա, ես ֆիքսել եմ, որ մենք ավելի շատ ձայն ենք հավաքելու, այն իրավիճակում, որ դուք ասում եք, դուք ապրում եք ձեր իրականության մեջ, դե դուք աջակից չունեք, հələ դուրս եկեք այդ ընդդիմադիրներն էին, հələ դուրս եկեք փողոց, փոքրիկ խմբակը, հեսա կգան փոքրիկ խմբակով